Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 23-րդ համաշխարհային էներգետիկ կոնգրեսին մասնակցելու նպատակով ժամանել էր Թուրքիա, Ստամբուլ։ Սա Պուտինի առաջին այցն է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո։ Պուտին-Էրդողան շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են թուրքական հոսք նախագիծը։ Թուրքական հոսքը նախատեսում է Սև ծովի հատակով ձգվող խողովակաշարով գազ մատակարարել Թուրքիային։ Պուտինն ասել է, որ պայմանավորվել են իջեցնել գազի գինը Թուրքիայի համար։ Թուրքիայում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Էրդողանն ու Ալիևը հերթական անգամ չեն թաքցրել եղբայրական զգացումները։ Նախատեսվում է, որ այս ամիս ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը կձեռնարկեն Իրաքի Մոսուլ քաղաքի իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորումից ազատելու օպերացիան։ Իրաքն անհանգստացած է, որ օպերացիային կարող է մասնակցել նաև թուրքական զինուժը։ Այդ պատճառով Իրաքի վարչապետ Հայդար Ալի-Բադին պահանջում է հանել թուրքական ուժերը Մոսուլի մոտակայքում գտնվող Բաշիկա բնակավայրից։ Դա դուր չի եկել Էրդողանին։ Դու իմ տրամած չափիչ ես, չափդ ճանաչիր, ասել է Էրդողանը Հայդար Ալի-Բադիին։ Վանում բողոքում են, որ Թուրքիայի զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK-ի միջև ընթացող բախումների, պայթյունների հետևանքով մեծապես տուժել է զբոսաշրջությունը եւ Վան եկողների թիվը խիստ նվազել է։ Աղթամար կղզու Սուրբ Խաջ եկեղեցում պատարագի մատուցումը մեծ տնտեսապես շահավետ է, բայց վերջին տարիներին այն չի կայանում, ասել են նրանք։ Լույս է տեսել ԱՄՆ-ում բնակվող թուրք պատմաբան Թաներ Ակչամի նոր Նաիմ Էֆենդիի հուշերը եւ Թալյատ Փաշայի հեռագրերը գիրքը։ Օսմանյան կայսրության պետական ծառայող, այնուհետև ցեղասպանության տարիներին աքսորված հայ խմբագիր Արամ Անտոնյանը աքսորի ճանապարհին տեղահանությունն իրականացնելու գործում ներգրաված Նաիմ Բեյից գնել է մի շարք փաստաթղթեր եւ հետագայում հրատարակել մեծ ոճիրը գրքում։ Այդ փաստաթղթերի մեջ կան Թալյատ Փաշայի հայոց ցեղասպանության մասին հրահանգներ։ Թուրքիայում հերքում էին, թե գոյություն ունի Նաիմ Էֆենդի անունով պաշտոնյա եւ որ Թալյատին վերագրող փաստաթղթերը կեղծ են։ Ակչամն ուսումնասիրելով սպայակույտի արխիվները բացահայտել է, որ Նաիմ Էֆենդի անունով օսմանյան պաշտոնյա եղել է եւ հեռագրերն էլ կեղծ չեն։ Ակոսին տված հարցազրույցում Ակչամը հայտարարել է. Այսուհետ պաշտոնական թեզերի պաշտպանները թող պատրվակներ փնտրեն Նաիմ Բեյի հուշագրությունից ու Թալյատ Փաշայի հեռագրից դուրս, ասել է նա։ Թաներն Ակչամն ասել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր շղթում էին այս նյութի իսկությունը, պետք է ներողություն խնդրեն հայերից։ Ակչամի գիրքը լույս է տեսել Թուրքիայում, Իլեթիշիմ հրատարակչատանը։ Հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրն էր։ Թուրքական մամուլում մեզ չհաջողվեց այդ մասին որևէ հրապարակում գտնել։ Թուրքիան այլ խնդիրներով է մտահոգ եւ Հայաստանի թեման դեռ օրակարգից դուրս է։